Իսկ դուք գիտեք, որ Հայաստանում մի սրբապատկեր կա, որը հիվանդություններ է բուժում։ Խոսքը Սևանի Աստվածամայրը սրբապատկերի մասին։ Այս կտավը ստեղծվել է 17-րդ դարում եւ հեղինակը առ այսօր անհայտ է։ Դասվում է հրաշագործ սրբապատկերների դասին եւ ասեմ ինչու։ Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու մասին է, ով դեռևս պատանի հասակում 16 տարեկանում Կոստանդնուպոլսից գալիս է Էջմիածին միաբանվելու, սակայն հիվանդություն է նրա մոտ սկսվում, աչքի հիվանդություն, գրեթե կուրության է հասնում եւ նրան ուղարկում են Սևանակղզի, որպեսզի նա բնության ավելի մոտ լինի եւ փոքրինչ կազդուրվի։ Շարունակ ծնկաչոք աղոթում է Տիրամոր պատկերի առջև եւ 10-րդ օրը տեսնում է, թե ինչպես է Տիրամոր պատկերի շուրթերը շարժվում եւ նա լսում է եղիցի արտահայտությունը։ Եղիցի նշանակում է թող լինի ամեն, ստացու տեսողությունը գրեթե 100% վերականգնվում է։ Աստվածամայրը մանկան հետ կտավը կարող եք տեսնել Սևանակղզում։ Բնօրինակը պահպանվում է ազգային պատկերասրահում, պահոցում եւ ժամանակ առ ժամանակ դուրս է հանվում ցուցադրության։ Հաճախ կտեսնեք մարդկանց, ովքեր պատկերասրահում ծնկաչոք աղոթում են պատկերի առջև։ Սա Անիաս բլոգն է, այստեղ ես պատմում եմ ամեն բան հայկականի մասին։ Միացեք։